Ֆրանսիան Ռուսաստանին, Ռուսաստանն էլ Ֆրանսիային համարում են սպառնալիք միմյանց մեղադրում երրորդ համաշխարհային պատերազմ սադրելու համար եւ խոսում հնարավոր պաշտպանական միջոցներ կիրառելու մասին։ Ինչպես է արձագանքել Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնի Ռուսաստանի Դաշնությանն ուղղված մեղադրանքներին։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, Մակրոնը ուղերձ հնչեցրեց եւ Ռուսաստանը կարծես բորբոքվել է եւ բավականին կոշտ է արձագանքել։ Այո, ինչն է վրդովմունքի պատճառը։ Մակրոնի մարտի 5-ի տեսաուղերձը պատմական անալոգիաների պատճառ դարձավ, տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունում բացի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից նաև այլ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քարոզիչներ վերադարձան նապոլեոնյան ժամանակահատված, թե որոնք որ երկու դրվագներն էին հատկապես վրդովմունքի պատճառը Ռուսաստանում, դրանք առանձնացնենք, հետո վերադառնանք Պուտինի եւ մյուսների արձագանքին։ Առաջին, որ Մակրոնը զգուշացրեց, որ ամբողջ Եվրոպան պիտի ընդունի, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ոչ միայն Փարիզի կամ Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի համար։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ ինքը կարծում է, թե Ռուսաստանի Դաշնությունը ազնիվ չի այս պայքարում, նույնիսկ պատերազմում, եւ եթե Ուկրաինան կապիտուլացնեն, այսպես ասած վերջին հանգրվանում, ապա այստեղ Ռուսաստանը կանգ չի առնելու եւ շարունակելու է իր արշավանքը մեր օրերի դեպի եվրոպական մյուս երկրներ։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար։ Նրա գործողություններին հետևելը եւ ոչինչ չանելը խելագարություն կլինի։ Սա Մակրոնի ուղերձից մի հատված։ Հաշվի առնելով այդ սպառնալիքը, Մակրոնը արդեն ուղերձի հաջորդ հատվածում խոսեց, թե ինչպես պիտի Ֆրանսիան եւ ամբողջ Եվրոպան պայքարեն այդ սպառնալիքի դեմ եւ բնականաբար խոսեց նոր անվտանգային երաշխիքների մասին, որոնցից գլխավորը միջուկային զենքի կիրառությունն էր եւ այդ վահանակի տարածումը ամբողջ Եվրոպայում։ Ըստ Մակրոնի, Փարիզը շուտով քննարկում կսկսի, թե ինչպես կարող է Ֆրանսիան պաշտպանել իր եվրոպացի բարեկամ ընկերներին, հատկապես միջուկային զենքով, հավելելով, որ Փարիզը կպահպանի իր միջուկային զենքի վերահսկողությունը։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ Փարիզը նաև կմեծացնի ռազմական պաշտպանական ծախսերը։ Իդեպ, մինչ այդ էլ պաշտպանական ծախսերը մեծացնելու մասին հայտարարություններ հնչել են Բրիտանիայից եւ Գերմանիայից։ Եվ երեկ էլ տեսանք արտակարգ գագաթնաժողովում կրկին այս թեմայով քննարկումներ եղան, քիչ հետո կանդրադառնանք այս թեմային։ Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ ինչքան էլ Ֆրանսիան այո հավատարիմ է ՆԱՏՕ-ին, բայց միևնույնն է Եվրոպայի ճակատագիրը ոչ Միացյալ Նահանգներում, ոչ էլ Ռուսաստանում չի որոշվելու, եւ Եվրոպան պիտի նաև այդ առումով անկախանա, թե ինչ ձևաչափով դեռևս չի հայտարարվում, բայց Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նրանք պատրաստ են լինելու մրցակցել թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի հետ։ Այդա, իսկ Պուտինի արձագանքը ինչպիսին էր հենց նույն ինքնիշխան Եվրոպայի տեսլականի մասով եւ Ռուսաստանի դեմ սպառնալիքների մասով։ Ինչպես ի սկզբանե քննարկեցինք, Պուտինը վերադարձել էր նապոլեոնյան ժամանակներ, հիշել, որ 1800-ական թվականներին Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան վերջում հանգեցրեց ֆրանսիական ֆիասկոյի։ Պուտինն իր թշնամիներին ուղղակի կոչ արեց առանց անուններ նշելու, ընդ որում Մակրոնի անունը ոչ միտեղ չի նշում։ Ուղղակի խորհուրդ տվեց չկրկնել նախկինում արած սխալները, որովհետև դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Մեջբերեմ իր ելույթից մի հատված, իրականում մեր թշնամիների եւ հակառակորդների բոլոր սխալները սկսվեցին այն բանից, որ նրանք թերագնահատեցին ռուս ժողովրդի բնավորությունը եւ ընդհանրապես համառուսաստանյան մշակույթը։ Խորհուրդ է տվել ամբողջ աշխարհին այլևս չթերագնահատել իրենց, որովհետև իրենք դեռ իրենց ասելիքն ասելու են։ Իսկ Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը ել ավելի սուր համեմատություն է անում, մեջբերում է նաև Հիտլերին։ Մեջբերեմ, ի տարբերություն իր նախորդների, Նապոլեոնի, Հիտլերի, որոնք նույնպես ցանկացել են Ռուսաստանի դեմ պատերազմել, պարոն Մակրոնն առանձնապես նրբանկատ չի գործում եւ դրա մասին ուղիղ չի ասում, բայց նույնն է ցանկանում։ Բոլորը, ովքեր արձագանքեցին այս թեմային, անդրադարձան ու պատասխանեցին, բոլորը համարում են շատ ագրեսիվ Մակրոնին Ռուսաստանում եւ արձագանքների ժամանակ էլ ուղիղ ասում են, որ նա սադրում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Արտգործ նախարարի Լավրովի խոսքով Փարիզի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է ուղիղ Ռուսաստանի համար։ Եվ Լավրովն առհասարակ անհեթեթ է համարել Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ պատերազմ նախապատրաստելու մեղադրանքները։ Իդեպ այս հեռահար բանավեճը եզրափակել է կրկին Մակրոնը երեք Եվրոպական խորհրդի արտակարգ գագաթնաժողովից հետո հարցազրույց է տվել լրագրողներին եւ պատմական սխալ է որակել Պուտինի համեմատությունը իր եւ Նապոլեոնի։ Նշել է, որ
ի տարբերություն նախորդ դարերում կատարվածի, մեր օրերում միակողմանի սադրանք է եղել Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի դեմ, եւ ոչ Ֆրանսիան, ոչ էլ ՆԱՏՕ-ի մյուս երկրները չեն ուզել երբևէ պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Այս հերահար բանավեճին զուգահեռ ես մի լավ լուր ունեմ, երեք եվրոպական երկրները որոշեցին Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման ֆոնին 800 միլիարդ եվրոյի վերազինման ծրագիր իրականացնել եւ տրամադրել այդ գումարը, ինչը եւ լուրջ թիվ է եւ նշանակում է, որ Եվրոպան շարունակում է կանգնած մնալ Ուկրաինայի կողքին, անկախ նրանից, թե ինչ են բանակցում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, եւ գիտենք, որ այս ֆոնին էլ մոտավոր համաձայնություն է ձեռք բերվել արդեն Ուկրաինային բանակցությունների դաշտ բերելու, տեսնենք ինչպես կզարգանա։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։